Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, ձեր երկու մոնոօպերաները նախորդ տարի ներկայացվեցին Գրեմի մրցանակաբաշխությանը, բավական երկար ճանապարհ անցան, շատերի համար նաև անսպասելի էր, որ Հայաստանը այդքան երկար ճանապարհ կարող է անցնել այդ կարևոր մրցանակաբաշխությանը, բայց ամեն դեպքում մենք հաղթանակ չունեցանք։ Հրաժարվել Գրեմիից, թե էլի փորձել։ Իհարկե էլի փորձել այնքան, մինչև կունենանք հաղթանակ, որովհետև հաղթանակը կապված չէ միայն ստեղծագործության որակից եւ ստեղծագործության բնույթից, ֆորմատից։ Հաղթանակը Գրեմիում կախված է շատ հանգամանքներից, թե ինչպես ենք պատրաստվում մենք Գրեմիին, այսինքն ինչ կազմակերպություններ են ներկայացնում ստեղծագործությունները, ում հետ է պայմանագիրը, ովքեր են երգում, ովքեր են կատարում, եւ որքան միջոցներ են տրամադրվում PR-ի վրա, որքան միջոցներ են տարբեր տեսակի միջոցներ, միայն ֆինանսական չեմ ասում, նաև կապեր եւ այլն, այդ ամեն ինչը որքանով է ներգրավում պրոյեկտի մեջ, որովհետև դա երկարատև ամիսների, միգուցե տարիների աշխատանք է եւ միանգամից գրանցել հաջողություն հենց Գրեմի ֆորմատում դա շատ բարդ է։ Իսկ հիմա մարդիկ տարիներով են պատրաստվում դրան։ Իսկ հիմա աշխատում եք այդ ուղղությամբ նոր ստեղծագործություններ, որ հետագայում մասնակցություն ունենակ այդ կարևոր Այո, իհարկե։ Այս տարի նույնպես, հաջորդ տարի նույնպես արդեն պլաններում կան եւ ես այս պահին ստեղծագործական բուրըն ստեղծագործական ժամանակաշրջան եմ ապրում, ստեղծագործում եմ եւ պատրաստվում ենք մենք մի քանի կարևոր ձայնագրությունների, փակագծերը շատ չեմ բացի, բայց ասեմ, որ այս տարի նույնպես մեծ պլաններ կան եւ էլ ավելի ընդլայնված ձևով ենք ուզում մասնակցել, տեսնենք ոնց կստացվի։ Ինչ ասել է էլ ավելի ընդլայնված ձևով։ Այսինքն փորձում ենք էլ ավելի շատ նոմինացիաներում լինել, դա էլ իհարկե հստակ չեմ կարող տեղ ասել, որովհետև այնտեղ կարող ես դու դիմել շատ նոմինացիաների համար, բայց թե որում կհայտնվես, դա էլ պարզ չի։ Այնտեղ ամեն ինչ շատ փակ է, շատ այդ ոնց որ նախընտրական փուլերը շատ բարդ, շատ փակ, ոչինչ չես կարող իմանալ, նույնիսկ չես կարող պատկերացնել, թե ինչ է ներսում տեղի ունենում եւ քվեարկում են հետագայում 4000-ից ավելի մարդիկ տարբեր երկրներում գտնվող աշխարհի, բացի ժյուրի անդամներից եւ ինքը շատ բարդ քվեարկության փուլ ունի նաեւ, որտեղ շատ կարեւոր է թե ինչ PR է գնում այստեղ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եվ եթե ինչ որ բանը տուժում է այդ կոմպոնենտներից, ցավոք դա հասնում է արդյունքի վրա։ Դու արդեն կարող ես չլինել հաղթողների շարքում, որպեսզի հաղթել պետք է կոմպոնենտները տարբեր միաձուլվեն, մեկ բաղադրիչ դառնան, բայց մենք մեր երկրից դա դեռ նոր ենք փորձում անել եւ այդ ճանապարհը մենք հաղթում ենք դեռ մեզ համար։ Այդ ճանապարհի մասին դեռ կխոսենք, իսկ էլի մոնոօպերաների վրա եք աշխատում, էլի այդ նույն ժանրով եք պատրաստվում դիմել։ Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ շանսեր ունենք դասականում, այո, եւ էլի մոնոօպերա, մեկ մոնոօպերա, քանի որ ես ինձ շատ լավ եմ զգում այդ ժանրում եւ կարծում եմ հենց այդ ժանրով պետք է անընդմեջ դիմել, որպեսզի ունենալ հաջողություն եւ նաեւ մի քանի սաունդթրեքեր կլինեն, էլի այդ փակագծերը շատ չեմ բացի, ինչ ենք ձայնագրում, բայց նոմինացիաները ուզում ենք ավելի շատ լինեն։ Ինչպիսին են Գրեմիի պահանջները, ինչ պահանջներ կան, որոնք պարտադիր պետք է հաղթահարել, որ հայտնվել այնտեղ։ Պարտադիր դու պետք է ունենաս պայմանագիր ամերիկյան ընկերության հետ, որը հենց Ամերիկայում է գտնվում, որին տարիների փորձ եւ Գրեմի անդամ է հանդիսանում, որպեսզի կարողանան քեզ ներկայացնեն։ Եվ դեռ պետք է այդ փուլը հաղթահարել, այդ փուլը մենք արդեն հաղթահարել ենք։ Փառքաստու ունենք ընկերություններ եւ ոչ միայն մեկ ընկերություն, այլ մի քանի, որոնք պատրաստ են աշխատել մեզ հետ, եւ այս տարի եւ հաջորդ տարի արդեն շատ լավ առաջարկներ ունենք, որոնք ամեն տարի ունեն նաև հաջորդ տարվա առաջարկների մեջ կա ընկերություն, որը ամեն տարի Գրեմիներ ունի տարբեր շահած, տարբեր նոմինացիաներում։ Այսինքն նմանատիպ ընկերությունների հետ աշխատելու շանսերը ավելի են շատանում, որովհետև շատ կարևոր է, ասում եմ նորից, թե ով է ներկայացնում, բայց դրան էլ է պետք հասնել, որպեսզի քեզ ներկայացնեն քո այդ ոնց որ քո երկրի այդ սուղ միջոցներով, տարբեր սուղ միջոցները ասելով նույնպեսի նկատի ունեմ ոչ միայն ֆինանսական, այլ նաև կազմակերպչական եւ այլն, տարբեր այդ կոմպոնենտները ճիշտ պետք է կարողանանք հավաքել, որպեսզի այդ ընկերության հետ կարողանանք աշխատել։ Տեսեք, դուք ասացիք երկար ճանապարհ պետք է անցնել։ Սովորաբար բոլորս էլ գիտենք, որ դա բավական նաև ծախսատար է, եւ շատ գումարներ է պահանջում։ Այդ հարցերը ինչպես են լուծվում։ Արվեստագետը պետքա զբաղվի ստեղծագործելով եւ ոչ թե օրինակ զբաղվի, ասենք, գումարներ հայթայթելով։
Այդ առումով ինչ վիճակ է մեր երկրում։ Այդ առումով վերջին տարիներին էլ ավելի լավ վիճակ է, որովհետև նախարարությունը կոնկրետ իմ դեպքում հովանավորում է, այսինքն մեծ միջոցներ է տրամադրում, բայց դա էլ բավական չէ եւ մենք բազմիցս ասել ենք ասուլիսների ժամանակ, որ մենք հրավիրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր որ բիզնեսի ներկայացուցիչներ են եւ մեծենատներ են, որպեսզի միանան այս գործին, որովհետև սա միայն ինձ չի վերաբերում, սա վերաբերվում է մեր մշակույթին, մեր կոմպոզիտորական դպրոցի զարգացմանը, ներկայացմանը ամբողջ աշխարհին եւ մեր երկրի ներկայացմանը վերջի վերջո։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր ունեն ցանկություն, կարող են միանալ, որովհետեւ միշտ չէ, որ նախարարության տված գումարները մեզ բավարարում են եւ մենք ստիպված ենք լինում դիմել այլ ընկերություններին, որպեսզի համագործակցեն մեզ հետ։ Մի անգամ դա ստացվում է, մյուս անգամ չի ստացվում եւ դա անընդմեջ process է, որով շատ բարդ է զբաղվել հենց ստեղծագործողին։ Դու չգիտես այդ պահին զբաղվես այդ հարցերով, թե այլ հարցերով։ Իհարկե կա մենեջմենտ, որը զբաղվում է շատ այլ հարցերով, բայց միևնույնն է քո ներկայությունը բոլոր խոսակցությունների ընթացքում եւ ոնց որ դու ես զգում ծրագիրը այդպես պատմես, դա շատ կարեւոր է, այսինքն դա միևնույնն է էներգիա է տանում եւ ժամանակ։ Այս շատ հետաքրքիր է, այդ նույն բիզնեսմենները, այդ նույն մեծենատները առհասարակ որքանով են հետաքրքրված նման նախագծերով եւ ինչպիսի արձագանք եք ստանում, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ օրինակ եթե որևէ մի հրապարակում դուք երգեիք սև աչերը, ապա շատ ավելի շատ կունենայիք հովանավորներ, այս դեպքում որքանով են հետաքրքրված նման նախագծերը։ Դե տեսեք, կան չեմ ասի լայն մասան բիզնեսմենների հետաքրքրված է, բայց կան մարդիկ, որոնք շատ արժևորում եւ գնահատում են եւ մենք գտնում ենք մեր մարդկանց, այսպես ասեմ, որտեղ մենք շփումների ընթացքում հասկանում ենք, որ տվյալ ընկերությունը մեզ հարմար չի, մենք նույնիսկ չենք էլ դիմում նման ընկերություններին։ Մենք դիմում ենք այնպիսի ընկերություններին, որոնք ունեն պատմություն, որոնք հասկանում են ինչ բան է մշակութային արժեքները եւ նմանատիպ նախագծեր, չեմ ասում գրեմին, բայց նմանատիպ մշակութային խոշոր նախագծեր են արդեն իրականացրել եւ օգնել են դասական երաժշտությանը, որակյալ էստրադային երաժշտությանը, ինչու՞ չէ նաեւ, որպեսզի մենք կարողանանք պատշաճ ձևով ներկայանանք, որովհետեւ ամեն ընկերությանն էլ մենք չենք կարող նախագիծ թույլ տալ, որպեսզի մտնի։ Դա էլ է շատ կարեւոր կոմպոնենտ, թե ով է քո կողքին, ում հետ ես դու գնում առաջ։ Շատ կարեւոր է։ Իսկ ընդհանուր առմամբ ինչպիսին է այս պահի դրությամբ դուք որպես կոմպոզիտոր, որպես միության անդամ, ինչպիսին է այս պահին մեր հայկական երգարվեստի վիճակը։ Երգարվեստի վիճակը ճիշտն ասած շատ վատ է, որովհետև մենք լսում ենք միապաղաղ, միանման ստեղծագործություններ ու երբ որ ես դրանով չեմ զբաղվում, ես գրում եմ այնպիսի երաժշտություն, որը հարմար է տվյալ երգչին, այսինքն հաշվի առնելով նրա դիապազոնը, ձայնային տվյալները, տեսքից սկսած ամեն ինչ, ինչը հարիր է այդ երգչուհուն կամ այդ երգչին։ Ոչ թե դա այսօր արդի է եւ պետք է այդպիսի բաներ երգել։ Արդի չկա տենց հասկացողություն։ Ինչը դու մի շաբաթ, մեկ շաբաթից ավել անընդհատ հնչեցնում ես, դա էլ դառնում է արդի մեկ շաբաթ 10 օր անց, որովհետեւ մենք ընկալում ենք այդ նման երաժշտություն։ Դրա համար ես հորդորում եմ բոլոր որակով ստեղծագործողներին, որոնք բոլոր կոմպոզիտորներին շատ գրել լավ երաժշտություն, որակով երաժշտություն, որպեսզի մենք միայն կարող ենք այդպես մաքրել։ Բայց այսօր կոմպոզիտորի աշխատանքը, ներողություն, եթե այդպես եմ ասում, պահանջված է թե ոչ, որովհետև մենք շատ հաճախ տեսնում ենք, որ ինչ որ մեկը իր համար երգ է գրում, վճարում է եւ այդ, չգիտեմ, տեսահոլովակ է նկարահանում եւ այդ երգը մի քանի օր հետո դառնում է հիթ։ Իհարկե ժամանակավոր է այդ հիթը։ Այդ եմ ուզում հասկանալ, արդյոք պահանջված է կոմպոզիտորի աշխատանքը, մասնագիտությունը եւ ինչով է զբաղվում կոմպոզիտորների միությունը։ Տեսեք, երկու տարբեր հարցեր են, առաջինը կոմպոզիտորի մասնագիտության հետ կապված ասեմ, այդ նույն հարցն է, որպեսզի ասենք հարցնենք բժշկի մասնագիտությունը լավ է թե վատ, կան լավ բժիշկներ եւ վատ բժիշկներ եւ կան լավ կոմպոզիտորներ եւ ոչ այնքան լավ կոմպոզիտորներ, սակայն եթե դու գրում ես այնպիսի երաժշտություն, որը սրտից սիրտ է գնում, ես միշտ ասել եմ, եթե սրտից սիրտ չի գնում, պետք չէ գրել, որովհետեւ ուղեղով գրված ոչ մի բան չի լինելու, լսելի չի, ինքը չի ապրում։ Ես մի քանի ամիս առաջ մի երգ լսեցի մեքենայի մեջ, ես քեզ սիրում եմ, я люблю тебя, I love you։ Ես հետո պատկերացնում եմ, որ այդպիսի ինչ որ երգ գրելու համար
առանձնապես ջանքեր պետք չեն։ Դա ով էլ ասես կարող է գրել։ Ես դրա համար եմ հարցնում։ Չէ, տեսեք, երգը մենակ մեղեդին երգելով չի մտքիդ մեջ։ Երգը պետք է կարողանաս մեղեդին, հետո ձուլես խոսքերի հետ, դա խոսքերի հեղինակի աշխատանք է, հետո արդեն սկսում է գործիքավորման աշխատանքները, որոնք միանում են տարբեր մասնագետներ, հետո արդեն սկսվում են ձայնագրության աշխատանքները, post production-ի աշխատանք, այնտեղ մեջ շատ մեծ թիմ է աշխատում։ Երգը մեկ հոգու իրականացնելիք չի։ Եթե մենք համեմատենք, տեսեք, մենք խոսեցինք Գրեմից, բայց հիմա վերադառնանք Հայաստան, հայկական մրցանակաբաշխությունների հետ մենք այսպես համեմատություն անենք, մենք շատ հաճախ տեսնում ենք, որ մեզ մոտ մեկ էլ այսպես ասած վերջին պահին շատ արտիստներ, երաժիշտներ հայտարարում են, որ հրաժարվում են այս կամ այն մրցանակաբաշխությանը մասնակցել։ Ինչն է պատճառը շատ հաճախ, ինչու են մեր մրցանակաբաշխությունները երբեմն շատ ինտրիգային լինում։ Ես նույնպես հրաժարվել եմ եւ հրաժարվում եմ շատ ու շատ մրցանակաբաշխություններից մասնակցելուց, որովհետեւ հասկանում եմ, որ բոլոր տեղերում չէ, որ արդար է ընտրությունը։ Ինչ սկզբունքներով է ընտրվում, ինչ կրիտերիաներ կան, ինչն է հաշվի առնում, ովքեր են այդ ընտրողները, ովքեր են մրցանակ տվողները։ Դա շատ կարևոր է ինձ համար։ Ես պիտի իմանամ ովքեր են ժյուրիի մեջ, ովքեր են քվեարկում, ժողովուրդը արդյոք մասնակցություն ունի այդ ամենին թե չէ։ Որտեւ եթե մենք խոսում ենք պոպուլյար երաժշտության մասին, լավ կլինի, որ ժողովուրդը միանա այդ ընտրությանը։ Եթե մենք չենք խոսում դրա մասին, ապա մենք պետք է իմանանք ժյուրիի կազմում ովքեր են, ու եթե դու տեսնում ես ժյուրիի կազմը ու հասկանում ես, որ կան մարդիկ, որոնք այնքան էլ կոմպետենտ չեն եւ չեն կարող տան ճիշտ ոնց որ գնահատական, իհարկե դա սուբյեկտիվ կարծիք է, կարող է իրանց համար ճիշտ այլ է, դրա համար ամեն մասնակից ինքն է որոշում մասնակցի թե չէ։ Իհարկե այդ ինստիտուտը, ասենց ասեմ, ավելի ճիշտ, հա, եթե տենց անվանենք, կամ այդ ոլորտը շատ կաղ վիճակում է եւ շատ նոր սենց ինչ որ ուժեր են պետք, նոր ջանքեր են պետք, որպեսզի զարգանա այդ մրցանակաբաշխությունների կոնցեպտը, որովհետեւ դա շատ լուրջ է, որովհետեւ դու կարող ես վնասել տարիներով արտիստը ստեղծում է իմիջ, կամ կոմպոզիտորը, կամ ռեժիսորը, կամ դերասանուհին, եւ մեկ վայրկյանում այդ իմիջը կարող է փլվել, եթե օրինակ այլ ձևով է գնահատվում, եւ կարող է այդ իմիջը наоборот բարձրացվել։ Դրա համար արտիստները երկար են մտածում մասնակցեն թե չէ, իրանց համար ամենակարևորը ինք պետք է տեսնեն արդարություն։ Եթե իրանք պիտի զգան, որ դա արդար է։ Այսինքն մենք հիմա կարող ենք ասել, որ Հայաստանում այսպես կոչված այդ նույն երաժշտական մրցանակաբաշխությունները արդարության խնդիր ունեն։ Իմ կարծիքով ընտրությունները ճիշտ չեն ձևակերպում։ Ոչ բոլորի մասին է իհարկե խոսքը, չեմ կարող բոլորի մասին նույնը ասել, բայց կան շատ դեպքեր, որտեղ այո, այդ իմ քո սկզբունքը գոյություն ունի։ Եվ եթե մենք նորից անդրադառնանք կոմպոզիտորների հարցին, այսօրվա դրությամբ մենք կարող ենք ասել, որ որովհետև մենք շատ հաճախ տեսնում ենք, որ նկարիչները օրինակ, ինչև այդ նկարը չեն վաճառում, չեն կարողանում շատ տարական կենցաղային կարիքներ հոգալ։ Նույնը նաև կոմպոզիտորների մոտ է։ Ցավոք այդպես է, կոմպոզիտորները ապրում են շատ վատ վիճակում։ Իհարկե ես մի քանի օգուտ առանձնացնեի, որովհետև իրանց երաժշտությունը վաճառվում է աշխարհով մեկ։ Երևի թե եթե ես չապրեի այլ երկրում երկար տարիներ, կարող է նույն բանն էլ ինձ հետ լիներ, բայց քանի որ դա ինձ օգնել է, որպեսզի ես այլ ընկերությունների հետ ծանոթանամ կյանքի բերումով եւ ունենամ ոնց որ թե բաց դռներ դեպի ամբողջ աշխարհ, իմ պարագայում այլ է, իմ երաժշտությունը շատ շուտվանից դեռ նոր էի սկսում գրել, ինքը ամեն տեղ էր եւ վաճառվում է շատ լավ, ես այդ խնդիրը չունեմ, բայց ես տեսնում եմ մարդիկ, ովքեր ունեն այդ խնդիրը եւ այդ ձևավորելու եւ մատուցելու, ներկայացնելու մենեջմենտի խնդիր գոյություն ունի նաեւ։ Մեր կոմպոզիտորները շատ տաղանդավոր են իհարկե, բայց նրանք չեն կարողանում ճիշտ մատուցեն այդ երաժշտությունը, ճիշտ դիմեն, թեկուզ այդ ձևաչափը ոնց պետք է դիմել ընկերությունների, չէ, դա մեծ հսկայական աշխատանք է եւ դա ինչ որ մեկը պետք է անի, կամ պիտի կոմպոզիտորը ինքը դա անի, կամ պետք է ունենա մենեջմենտ, որը դրանով զբաղվում է։ Կոմպոզիտորների միությունը այսօր ինչ գործառույթ է իրականացնում։ Դե շատ լավ կլիներ, որ իրանք դրանով նաև զբաղվեին, որը տեղի չի ունենում։ Ինչ որ թեթև, ինչ որ sense ոնց որ գործողություններ փորձում են, համերգներ, ինչ որ տենց բաներ անել, բայց դա շատ քիչ է։ Դա չի ապահովում կոմպոզիտորի կեցությունը, դա չի ապահովում կոմպոզիտորի ֆինանսական կայունությունը, որպեսզի նա մտածի միայն ստեղծագործելու մասին։ Այսպեսով ստացվում է, որ կոմպոզիտորը շատ խոցելի է։ Դրա համար շատ մարդիկ, տաղանդավոր մարդիկ գերադասում են այլ մասնագիտություններ նույնպես ձեռք բերել, որպեսզի կարողանան ապրեն, ինչ որ միջոցներ ձեռք բերել եւ ստեղծագործելը մնում է հոբի մակարդակում։ Իսկ ինչը որ մնում է հոբի է դառնում, իմ կարծիքով դա պրոֆեսիոնալ չի։ Ինչ որ ժամանակ անց դու հետ ես ընկնելու, որովհետեւ եթե դու միայն երաժշտությամբ ես զբաղվում, դու այդտեղ ամեն օր հղկվում ես
իսկ սա այն ոլորտներ, որտեղ դու ոչ մի վարքյան չպետք է հանգստանաս, դու անընդհատ պետք է քո վրա աշխատես։ Իսկ այդ վիճակը առհասարակ նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներում է, թե պարզապես մեզ մոտ է։ Ցավոք բոլոր երկրներում է, ես երկար տարիներ ապրել եմ Ուկրաինայում եւ այլ երկրներում սովետական շատ եղել եմ եւ նույն վիճակը բոլոր տեղերում է։ Ուղղակի կան էլի անհատներ, որոնք կարողանում են այդ ամենը ճեղքել եւ ցույց տալ, որ նույնիսկ նախկին սովետական երկրներում կարող ես դու ճեղքել եւ բացել դռները եւ գնալ առաջ, կան մարդիկ, որոնք դրան չեն հավատում, ցավոք, եւ մնում են անցյալի այդ ռոպագանդայի տակ, որ եթե դու սովետական երկրում ես նախկին ապրում կամ ապրել, դու չես կարողանում քո համար աշխարհը փակել, բայց դա այդպես չէ։ Մենք մեր օրինակով այս պահին ես կոնկրետ իմ աշխատանքով ցույց եմ տալիս, որ դա այդպես չէ։ Դուք համագործակցում եք համաշխարհային ընկերությունների հետ։ Այո, իհարկե, որովհետեւ դու պետք է պատրաստ լինես, բաց լինես։ Շատ կոմպոզիտորներ փակ են, նրանք պատրաստ չեն համագործակցելու այլ ընկերությունների հետ, այլ երկրների հետ, նրանք պատրաստ չեն իրենց երաժշտությունը ցույց տան նույնիսկ, գրում են, տանը դնում են, կամ ցույց են տալիս քիչ, հա, կան այդպիսի մարդիկ, բայց կարող է շատ տաղանդավոր գործեր լինեն։ Այդպիսի խնդիրներ կան, դրանով պիտի զբաղվի իհարկե կոմպոզիտորների միությունը եւ մենեջմենթ ոնց որ ընկերությունները, որոնք ապահովելու են այդ ամենը եւ վերցնելու են ստեղծագործությունը, ոնց որ իրան փայլացնելու են, ձայնագրելու են եւ ցույց են տալու աշխարհին, որովհետեւ եթե դու չգնաս, դռներ չծեծես, ոչ մեկ չգիտի, որ դու այստեղ ես եւ դու կաս, դու ունես շատ սիրուն երաժշտություն, դու Հայաստանում ես, Ամերիկայում դրա մասին չգիտեն, դու պետք է փորձես ցույց տաս, որպեսզի ճանապարհ բացես։ Եվ ես կարծում եմ, որ մի հոգին հերիք է, որ այդ ամեն ինչը բացի, մյուսները գնում են արդեն հետևից։ Դրա համար պետքա չվախենալ լինել, ոնց որ առաջամարտիկ, պետքա գնալ։ Մենք ունենք այսօր Մանսուրյան, որին ամբողջ աշխարհով մեկ ճանաչում են եւ նա աշխատում է աշխարհի տարբեր ընկերությունների հետ։ Գրում է որակյալ երաժշտություն, ոչինչ նրան չի խանգարում, որպեսզի ինքը իր երաժշտությունը ցույց տա, ճիշտ է թե ոչ։ Այսինքն մենք ունենք օրինակներ, մենք ունենք Վարդան Աճեմյան, որը նույն ձևով ցույց է տալիս իր ստեղծագործությունները ամբողջ աշխարհին եւ այլպես շատ կոմպոզիտորներ։ Նաեւ երիտասարդ կոմպոզիտորներ ունենք, ուղղակի ոչ բոլորի անունն է մեզ հայտնի, ոչ բոլորն են ճիշտ PR անում իրենց եւ դա էլ է մեծ խնդիր, որ հանրությունը չի տեղեկանում, որ մենք ունենք նման տաղանդավոր մարդիկ, այո։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։